Այս անձնավորությամբ գնալ ու ակնկալել ցանկացած որևէ դրական բան, դա աբսուրդ է։ Բայց գոնե պետք է անել այնպես, որպեսզի նոր աղետներ չբերի։ Այսօր Հայաստանի Հանրապետության խնդիրը պետք է լինի կանգնեցնել գահավիժումը։ Ոչ թե գնալ, վաղ գրավել, հետ բերելու մասին գոնե այս պահին չպետք է մտածենք։ Դա ռեալ չի։ Դա խաբկանք է։ Մենք այսօր ամբողջ ազգով եւ ամբողջ քաղաքական, մտավորական, հոգեվոր էլիտայով պետք է մտածենք սերիուսկով, ազգային պետականության համար մտածող մարդկանցով պետք է մտածենք նոր կորուստներ թույլ չտալ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը առնվազն վերջին տարիներին ամեն նոր հանդիպում ստացվում այնպես, որ մենք նախորդ հանդիպանը երանի ենք տալիս։ Սա է խնդրեմ։ Ինչ վերաբերում է իրենց գնահատականներին, տեսեք, Ռուսաստանն էլ տենց չի ուզում ստեղ կտրուկ քայլերի գնա, Նիկոլն էլ գավառական շուստրիությամբ ինչու է ուզում ցույց տա, որ իր այլընտրանքը կարող է լինել արևմտամոլ ուժերը, դրա համար ավելի լավ է Ռուսաստանը իր հետ աշխատի, քան թե աշխատի գցենք սորոսական, հակառուսական, ավելի խիստ հակառուսական ուժերի հետ, բայց գիտեք, մեծ տերությունները, Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Բրիտանիան, Միացյալ Նահանգները, իրենք ոչ միայն գիտեն մենք ինչ ենք խոսում, ոչ միայն գիտեն մենք մեր տունը ինչ ենք խոսում, այլ իրանք գիտեն նույնիսկ մենք գիշերը ինչ ենք մտածում լուր։ Դրա համար մեծ տերություններից եւ Ռուսաստանի նման պետությունից ինչ-որ բան թաքցնելը կամ ֆռռացնելը դա ծիծաղելի է։ Եթե չասեմ, ոնց ասեմ, ողորմելի։ Դրա համար դիվանագիտության ու քաղաքականության մեջ, մանավանդ արտաքին քաղաքականության մեջ դու պետք է լինես ազնիվ։ Երբ որ դու ազնիվ ես, քեզ ոչ մի վտանգ չի սպառնում։ Նիկոլ Փաշինյանը հասել է այս օրը եւ պետություններ հասցնել այս ողբերգական իրավիճակը, դա ինքը գցել է Ռուսաստանին։ Ես պարզ ասում եմ, 22 թվականի ապրիլին, երբ մինչև 22 թվականի ապրիլ ամեն ինչ հանգիստ նորմալ գնում էր։ Ոչ մի պատերազմ չկար, ոչ մի կռիվ չկար, ոչ մի տենց բան չկար, կարգավիճակի խնդիրը կար, Ռուսաստանը խովայև խոսում էր, որ Արցախի կարգավիճակը պետք է մնա, Արցախի բլոկադա չկար, շրջափակում չկար, ինչ տեղի ունեցավ։ 22 թվականի ապրիլին 2-ից հետո ռուսները Ուկրաինայում նահանջ կատարեցին Չեռնիգովի եւ Կիևի եւ Խարկովի մարզերից, Նիկոլին թվաց, որպեսզի Պուտինը ձախողվեց, Ռուսաստանը պրծ, Ռուսաստանի գրկից թռավ արևմուտքի գիրկը։ Մինչև այդ Շարլ Միշել, Մար Միշել, տես բան չկար, Մակրոն բան, տես արևմտյան հարթակ չկար։ Թռավ արևմտյան հարթակ։ Թռավ արևմտյան հարթակ, Ալիևն էլ որպես 5 այլ դիվանագիտական օգտվեց սրանից, արևմտյան հարթակից ստացավ հնարավորինս, Նիկոլ արևմտյան հարթակում ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս եւ վերջ։ Այսինքն այս ամեն ինչը, այդ որ պատգամավորն ասում է, այս ամեն ինչը Փաշինյանի հակապետական չհաշվարկված քայլերի արդյունք է։ Իսկ քաղաքականության մեջ եթե պետք է մեր փոխարեն ռուսներն անեն, պարսիկներն անեն, չգիտեմ ամերիկացի կանեն, օրինակ գնայինք Բայդենին կամ Պուտինին կամ Ռայսին կընտրեինք վարչապետ էլի։ Հայ ժողովուրդը վարչապետ ընտրել է ընտրություններին։ Արդյունքում ոնց է ընտրվել, ինչ ընտրվել, Նիկոլն է ընտրվել։ Պատասխանատուն ԿՊՆ-ն է։ Ոչ Եզինը Ռասյանը Հայաստանի համար պատասխանատու, ոչ ամերիկյան դեմոկրատները, ոչ էլ Մակրոնի կուսակցությունը։ Այդ հայ հարկատուների փողերը Նիկոլի պատավատներն ու հաճույքների համար են։ Պատգամավորներն են Նիկոլի պրեմիա ստանում, ոչ թե Եզինը Ռասիայի պատգամավորները։ Բաղարավոտից իրիկու ինքնիշխանությունից եք խոսում, բայց ոնց եղավ, պարտականությունը ռուսը պետք է կատարի, իրավունքն ու հաճույքները ձերն, հա, տես չի լինում։ Աշխարհում տենց է, ում որ պարտականությունն է, նա էլ իրավունքներն է, բայց համոզում եք ինքնիշխանություն, համոզում եք սա Ռուսաստանն անի, չի լինում տենց։ Եթե ուզում եք սա Ռուսաստանն անի, ուրեմն պետք է ինքնիշխանությունից որոշ չափով զրկվեք, եթե չեք ուզում ինքնիշխանությունից զրկվեք, ուրեմն դուք պետք է պայքարեք։ Եթե դու Արցախի համար չես պայքարում, եթե դու ես մտնում ես մուննաթ ես գալի, ասում ես երախտամոռ են ովքեր ինձ մեղադրում են։ Ձեզնից մեզ երախտամոռ։
Դուք հայրենիքի գողեք, երախտամոռ եք, տգետ եք, սա վիրավորանք չի, սա ուղղակի փաստերի արձանագրում է։ Ոնց կարելի է, կա նախընտրական ծրագիր, 21 թվականին գնացրեք նախընտրական ծրագրով ընտրությունների, ամբողջ ԿՊ Նիկոլի գլխավորությամբ ինչ է խոստացել աղջիկ ջան, ինչ է ասել։ Անջատում հանուն փրկության, Արցախի ինքնորոշման իրավունք, Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա, Արցախն էլ անջատում հանուն փրկության։